Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո բավականին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Առաջին հերթին, ինչպես եւ սպասելի էր, Ալ-Քաիդայի մաս կազմած Թահրիր ալ-Շամ խմբավորումը, որն այսօր իշխանության գլուխ է հեճուկս երկրի ժողովրդավարացման վերաբերյալ խոստումների, ցեղասպանություն է սկսել իրականացնել նախկին ռեժիմի կողմնակիցների եւ մասնավորապես կրոնական էթնիկ եւ փոքրամասնություն հանդիսացող ալավինների նկատմամբ։ Ալավինները կրոնական եւ էթնիկ փոքրամասնություն են, որոնք լինելով փոքրամասնություն տասնյակ տարիներ իշխել են երկրում, այն պարզ պատճառով, որ ասադներն իրենք հենց ալավինների ներկայացուցիչներ են։ Վերջին օրերին իրադրությունը սրվել է հատկապես Լաթաքիայում եւ Տարտուում։ Գործող վարչախմբի զինյալները խաղաղ բնակիչներին գնդակահարում են հենց փողոցներում։ Համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ թրքամեծ զինյալները մարդկանց ստիպում են չորեքթաթ շարժվել փողոցներում եւ վերջում սպանում են։ Հատկանշական է, որ Սիրիայի առաջնորդ Մուհամմադ ալ-Ջոլանիի զինյալների կողմից իրականացվող ցեղասպանությունը լռության է մատնված միջազգային հանրության կողմից։ Մարդու իրավունքների լոզունգների ներքո տարիներ շարունակ սեփական քաղաքական օրակարգը իրացնող Արևմուտքը չտեսնելու եւ չլսելու է տալիս այն, ինչ տեղի ունենում այս օրերին Սիրիայում։ Տարբեր միջազգային կառույցների տվյալներով վերջին օրերին հարյուրավոր մարդիկ են սպանվել։ Սիրիայում տեղի ունեցողը կանխատեսելի էր, ակնհայտ էր, որ զենքի ուժով եւ Թուրքիայի անմիջական աջակցությունը վայելող թրքամետ խմբավորումներն իշխանության գալով ի հեճուկս ժողովրդավարացման վերաբերյալ իրենց կեղծ խոստումների որոշ ժամանակ անց սկսելու են դաժան հաշվի հարդար տեսնել իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Ակնհայտ է, որ ալավիններին ոչնչացնելուց հետո գործող վարչախումբն իր հայացքն ուղղելու է դեպի քրդեր, որոնք պետականություն ստեղծելու նպատակներ ունեն եւ բնականաբար Թուրքիան դա չի կարող թույլ տալ։ Որոշ ժամանակ անց ըստ փորձագետների ռեժիմի կողմից վտանգի տակ են հայտնվելու արդեն քրիստոնեական համայնքների ներկայացուցիչները։ Ակնհայտ է, որ դրանց թվում է լինելու բազմաթիվ փորձությունների միջով անցած սիրիական հայ համայնքը։ Ցավալի է, սակայն սիրիական իրադարձությունները հերթական անգամի ցույց են դնում, ինչ է նշանակում խաղաղության դարաշրջան ասվածը Թուրքիայի հետ։ Սիրիացի ժողովրդի հետ տեղի ունեցող աղետը պետք է դաս լինի բոլոր այն ժողովուրդների համար, որոնք դույզնիշ կարող են պատրանքներ ունենալ Էրդողանյան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Դրանց թվում է առաջին հերթին հայ ժողովուրդը, որի ոչ բարով ղեկավարությունը կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները հայ ժողովրդին կանգնեցնում է նոր ցեղասպանության առաջ։